լիճքի եւ մյուս 5 ջրամբարների մասով, այսինքն լիճքի եւ +4 ջրամբարների մասով վերջերս հանրային ներդրումային կոմիտեում արդեն ասացի, մենք որոշում ունենք կայացված, այնտեղ նախագծային ամբողջ աշխատանքները ավարտվել են, 5-ից 3-ի մասով փորձաքննությունները պատրաստ են, 2-ի մասով առաջիկա կարճ ժամանակահատվածում փորձաքննությունները պատրաստ կլինեն եւ մենք մրցութային գործընթաց կսկսենք այս ջրամբարների կառուցման մասով, ոչ միայն ինքը կլուծի տարածաշրջանում, ուրեմն ջրի խնդիրը, այլ նաեւ որոշակի հատվածներում, մասնավորապես Քասախի ջրամբարի դեպքում մենք ինքը քանի որ հանդիսանում է Սևանա լճի ճնշման գոտում գտնվող տարածքների ռոռոկման համար անհրաժեշտ ջրամբար, մենք պլանավորում ենք շարունակաբար Սևանից ջրառի ծավալը պակասեցնենք, իմիջիայլոց օգտվելով առիթից, դա կարծում եմ գործընկերներից շատերին կհետաքրքրի, պարոն Ղազյանն էլ էր նախորդ անգամ, պարոն Ղազյան, մտահոգություն եք հայտնել Սևանի ջրի կառավարման մասով, պիտի ասեմ, որ մենք 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառի համար ենք դիմել ազգային ժողովին, բայց դրա կեսն ենք օգտագործել եւ մյուս կեսի մասով ջուրը չենք օգտագործել, այսինքն առնվազն հիմա Սևանից ջրառը ամբողջովին է դադարեցված, իսկ վերջին 20-25 օրվա ընթացքում, երբ որ օրենքով սահմանված կարգով կարող ենք ջուր վերցնել, ջուր չենք վերցել եւ կեսից էլ ավելի պակաս ենք ուրեմն ջրառ իրականացրել։